Արևահարությունը ինչով է վտանգավոր։ Արևի հետ միաժամանակ հիվանդ է ստանում ինչպես ջերմային, այնպես էլ ճառագայթային հարված։ Բարձր ջերմություն եւ ուլտրամանուշակագույն ճառագայթներ։ Սրանք ուղեղի մեջ բերում են ուղեղի արյան շրջանառության խանգարման, արյունալեցման, արյունատար անոթների, որոնք սնում են մեր ուղեղը, եւ սարքերակների եւ երակների արյունալեցում, եւ կարող է հիվանդի մոտ այդ արյունալեցումից ներգանգային ճնշումը բարձրանա եւ հեղուկի հոսք լինի արյան մեջից դեպի ուղեղի հյուսված։ Մեծամասամբ նևրոպաթոլոգներն են այդ հիվանդներով զբաղվում եւ արդեն գիտեն, առաջին հարցը հարցնում են արևահարվել եք դուք։ Ուլտրամանուշակագույն ճառագայթները նույնպես իրենց հերթին ունեն լայն արյունալեցուն հատկություն։ Նախորդ տարիների համեմատ այս տարի հանրապետությունում արևահարումների ավելի շատ դեպքեր են գրանցվել։ Սովորաբար օրվա ընթացքում մարդու օրգանիզմից գոլորշանում է մինչև 2.5 լիտր ջուր։ Ըստ մասնագետների 1 լիտր ջուր կորցնելու դեպքում մարդիկ ծարավի զգացում են ունենում, 2-ի դեպքում կարող են մտավոր գործունեության նվազում ունենալ, 3 լիտր ջուր կորցնելու դեպքում առաջանում է գլխապտույտ, 4-ի դեպքում արդեն սրտային նոպաներ։ Չի կարելի արևահարվել 40-ից բարձր տարիքի մարդկանց, որովհետև ուլտրամանուշակագույն ճառագայթները ունեն նաև ուռուցքածին հատկություն։ Եվ խորհուրդ չենք տալիս նույնիսկ այդ տարիքում 40-ից բարձր անգամ ծովափ գնալ եւ ընդունել ծովի վաննաներ եւ արևահարվել, որովհետև այդ տարիքում առանցել ուռուցքային հատկությունները ուռուցք առաջացնելու բարձրանում են եւ մանավանդ այն մարդկանց, որոնց մոտ կա հակվածություն նաև գենետիկական։ Սուր գլխացավեր, փսխումներ, սրտխառնոց, աշխատունակության անկում, զարկերակային ճնշման տատանումներ, բոլոր այս երևույթները նույնպես կարող են առաջանալ արևահարության հետևանքով։ Մարդկանց մոտ կարող են սրվել հոգեկան, մաշկային ու սիրտանոթային հիվանդությունները, նշում է բժշկուհի Վարդանյանը։ Ծովափ երբ գնում են առաջի օրերին, հաշվում ենք, մենք հայ ենք, մենք ամեն օր ընդունում ենք արևի ճառագայթ, մենք ունենք ազգային դիմադրողականություն հանդեպ արևը, բայց այնքան եղել է, որ հենց ծովափում մեր հայերը հենց առաջի օրից ստացել են լավ այրվածքներ, երրորդ աստիճան, նույնիսկ երկրորդ, երրորդ աստիճանի այրվածքներ։ Անպայման ծովափ մեկնելուց առաջ թող իրենց հետ վերցնեն այդ կրեմներ կան հատուկ արևայրուկների համար, իրենց գլխարկը ունենան, որ միանգամից արևի շատ մեծ դոզա չընդունեն եւ արևայրուկներ մեջ չընկնեն։ Բժշկուհի Վարդանյանը բնակիչներին խորհուրդ է տալիս ժամը 12-ից 18 ընկած ժամանակահատվածում դուրս չգալ տնից, հատկապես երեխաների նկատմամբ ուշադիր լինել ու հետևել, որ դուրս գալու դեպքում նրանք անպայման գլխարկներ եւ արևային ակնոցներ կրեն։ Շատ քչեր են, որոնք ուշադիր են, որ ամեն մի փոքր բան նկատելիս դիմում են բժշկին։ Հիմա այսօր բժշկության նպատակն ինչն է, կանխարգել իջնել հիմնականում եւ մի վնասել։ Այսինքն ժամանակին դիմիր եւ ստացի բուժում եւ ինքնաբուժությամբ մի զբաղվի։ Բժշկուհին նաև խորհուրդ տվեց շոկից պաշտպանվելու համար օգտագործել շատ հեղուկներ ու քիչ մսամթերք, խուսափել աղի սնունդ օգտագործելուց կրել բացգույնի հագուստներ։ Ինչպես եք արևից պաշտպանվում, կասեք։ Ես լավ գլխարկ եմ, փապ ունեմ, դնում եմ, բայց հիմա մոտս չի։ Հիմա տեսնում եք ինչպես եմ պաշտպանում։ Ականում մենք դուրս չենք գալի 12-ից հետո, 12-ից հետո միջև 5-5:30 տենց դուրս չենք գալի, քանի որ շատ ահավոր լինում։ Հագնելիքը դե արդեն ինչպես ասած լագիչնի ձևով, թեթև ինչքան հնարավոր է բաց գույներ, թեթև ոչ հնարավոր ինուս սահմաններում բնական կտորից լինի, այսինքն բամբակյա, ոչ սինթետիկ։ Սնունդը ավելի գերադասելի է թեթև, նորից ավելի բանջարեղենային, մրգային, հյութեր, մաքուր ջուր, ուղղակի շատ։ Արևը երբ գլխիս խփում է, շատ վատ եմ զգում ինձ։ Գլխացավեր եմ ունենում, սիրտխառնոց, օրերով հաց չեմ ուտում, տենց ախորժակս եմ կորցնում։ Լավ, իսկ եղել է որ բժշկի դիմես։ Չէ, չեմ դիմել։ Շատ շոկը միշտ էլ ազդում է մարդուն։ Բոլոր օրգաններին էլ մարդու ազդեց կա դա։ Դրա համար պետք է մի քիչ մարդը իրեն պաշտպանի շոկից։ Շոկին աշխատում ենք առավոտյան, երեկոյան, կեսօրին էլ ստվերում ենք անցկացնում, որպեսզի չհիվանդանանք կամ փողոց գանք։ Ջերմաստիճանը կլինի 40-ին մոտ։ Կասես ոնց ես պաշտպանում կամ դուրս ես գալիս արև եղանակների շոկով։ Շատ դուրս չեմ գալիս։ Ակնոցներ եմ դնում։ Դե տնային տնտեսուհի եմ, առանձնապես բան չկա դուրս գալու տանից։ Իսկ դուրս գալիս ես այդ պաշտպանվելու ինչ եք վերցնում, ասենք։ Դե ջուր, հովհար։
Չնայած բարձր ջերմաստիճանին Ալավերդու բժշկական կենտրոնում այս տարի արևահարության ոչ մի դեպք չի գրանցվել։ Լուսինե Փարսադանյան, Գևորգ Քոչինյան, լուրեր։